Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Ժողովուրդ ջան, այսօր կաշխատեմ լինել կարճ, բայց ես անհրաժեշտություն տեսա YouTube-յան իմ ալիքում որոշ հարցերի մասին խոսելու, դրա համար եմ եթեր անում, լայվ անում ավելի ճիշտ։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք, մի քանի ձևով, մի քանի ճակատով այս ընդդիմադիր կոչված դավաճանները պայքարում են մեր կառավարության, մեր պետականության, հայ ժողովրդի շահերի դեմ։ Ժողովուրդ ջան, իհարկե պարզել պարզա, որ պատվեր են կատարում, բայց այդ պատվեր կատարողները խոսքս ուժեղ Հայաստանի մասին է, գիտի արդյոք, որ ինքը հենց հիմա տրոյական ձիու դերում է, այսինքն Նարեկ Կարապետյան, ես չգիտեմ դու գիտես, թե չգիտես, բայց ուզում եմ, որ իմանաս, որ դու տրոյական ձի ես նրանց համար, ովքեր գալու են հետո, դուք տեղ պիտի բացեք նրանց համար։ Նարեկ Կարապետյան, ասում ես ուժեղ տղա եմ, ամեն 3-4 օրը մեկ ժամը կեսից ավել տեղող, այս վերջերս վերջի 2 լայվերը կարճ էին, որտև չգիտի այդ տիկին սարսափելին, մշո աղջիկ իրան հրճակած Աննա Աբրահամյան FSB-ի գործակալը, Մարիա Զախարովնայի ինտիմ մասերի կեղտոտ մազը, չգիտի թե ինչա լինելու, դրա համար կարճ կապում, բայց այդ կարճ կապելը նախազգուշացում է քեզ, Նարեկ Կարապետյան, որ Մոսկվայում հաստ չեն քո բռնազդիրքի հետ, հաստ չեն նրա հետ, որ դու վերցրել ես մանդատը, մտել ես խորհրդարան և աշխատում ես քո ձևով քո համար ճանապարհ հարթել, դա նրանց ընդհանրապես պետք չէր, չի ու չի լինելու, դու ընդամենը Նարեկ Կարապետյան ու քո ուժեղ Հայաստան բոլորով ընդամենը դուք տրոյական ձի եք ու տեղ եք բացելու մյուս եկողների համար, դուք այլևս այդ հեռանկարում Մոսկվայի Կրեմլի այդ հաշվարկում չկաք, գոյություն չունեք։ Այս սարսափելի կինը, որի անունը ես կնքել եմ, ոչ թե մշո աղջիկ, այլ տիկին սարսափելի, այդ կինը իր նախորդ լայվերում ակնարկեց, որ ձեզ լավ չեք պահում, գալու ենք ձեզ սրբենք, այսենց դուրս գցենք ու մենք լինենք երկրի տեր ու տիրականը։ Նախ ուզում եմ այս կնոջը ասել մի պարզ ճշմարտություն, այդ ոնց եք գալու, այդ երբ եք գալու, ում հետ ես գալու ու ոնց է ձեր անունը, լավ կլինի մի լայվում պարզաբանես տիկին սարսափելի այդ ամեն ինչի մասին, որովհետև քեզ լսելուց բազմաթիվ հարցեր են ծագում։ Իսկ Նարեկ Կարապետյանը անցել է ուրիշ ծրագրի, այսինքն դավաճանել է Մարիա Զախարովնային և Կրեմլին, անցել է երկարատև պայքարի, բայց փաստորեն նրանք ժամանակ չունեն։ Նարեկ Կարապետյան Մոսկվայում շտապում են, որ գան
իսկ դրոշակակիրը լինելույա այդ չանթռլո մշո աղջիկ կոչված տիկին սարսափը, սարսափելին, որը չգիտես ով է, որտեղից է ու ընդհանրապես ոնց է դրա անունը։ Չգիտես որտեղից հայտնվեց, ոնց հայտնվեց իր ասելով, եղել է բոլոր պայքարներում, որտեղ իրեն խաբել են, խոստումներ են տվել, բայց մանդատները վերցրել են, գնացել են խորհրդարան եւ դավաճանել են իրեն ու իրենց շարժումը, դավաճանել են, բայց տիկին սարսափելի, ուզում եմ իմանաս, որ դուք ուշացել եք, շատ եք ուշացել, եթե այն ժամանակ, երբ որ Հայաստանը պատերազմից նոր էր դուրս եկել, դուք չկարողացաք իշխանություն զավթել, հիմա առավել ևս չեք կարողանալու։ Մի անգամ ևս նորից ուզում եմ անդրադառնալ, ես լսեցի, որ Ռուսաստանից հայեր կան շատ նույնիսկ, որ պատրաստվում են գալ Հայաստան, ողջունում եմ, բայց ուզում եմ, որ մեր կառավարությունը եւ մեր ժողովուրդը շատ զգոն լինի, որովհետեւ այս եկողների մեջ կան շատ լավ մարդիկ, շատ լավ հայեր եւ կգան նաեւ թափթփուկներ, օրինակ այսօր Facebook-ում մի այլանդակություն հայի անուն ազգանունը, որ շատ կասկածելի է նույնիսկ, որ դա հայ լիներ, դա ելույթ էր ունենում, լափարոշ բերանը բացել էր հայհոյանքներով, ամենալկտի ձևով արտահայտվեց եւ մեր ժողովրդի, եւ մեր կառավարության, եւ առանձին կառավարության անդամների հանդեպ։ Դա անհարգալից վերաբերմունք էր հայ ժողովրդի, հայ կանանց, հայ երեխաների նկատմամբ։ Հենց որ պետք է ուշադիր լինենք, որ սրան նմանները հանկարծ չթափանցեն Հայաստան, հանկարծ չներխուժեն Հայաստան, պարզից էլ պարզ էր, որ Ռուսաստաններում թրև եկող ռուսապորնիկա, բայց մենք թքած ունենք նման երևույթների վրա, պարզապես մեզ հիմա պետք է զգուշ լինել, որպեսզի հանկարծ Հայաստան վերադարձողի անվան տակ նման թափթփուկներ չհայտնվեն Հայաստանում։ Հայաստանում եղածները մեզ լի հերիք են, ժողովուրդ ջան, մենք ուզում ենք դրանցից ազատվենք կամ վերադաստիարակենք։ Հիմա դուրս է գալիս, որ ճանապարհ է բացվում, որ նոր երևույթներ գան, ոչ մի դեպքում, քանի որ բոլորն էլ ունեն անձնագիր, որտեղ կա յան, հայի ազգանուն, ազգությունը գրվում է յան, եւ պետությունը չի կարող դրանց ներս չթողնել, ժողովուրդ ջան, ամենակարևոր դերը ստեղ ձեզ է պատկանում։ Դուք կառավարությանը, ուժայիններին պիտի օգնեք ձեր վերաբերմունքով, այսինքն պիտի ուշադիր լինեք դրանց նկատմամբ, մի կասկածելի բան, մի կասկածելի խոսույթ, մի կասկածելի կարծիք անմիջապես հայտնեք։ Փակեք այդ ճանապարհը, ժողովուրդ ջան, որովհետև այս ինչ որ արվում է ձեր համար, ձեր երեխաների, ձեր թոռների, ձեր ապագա սերունդների համար։ Ես ասել եմ ու կրկնում եմ, Հայաստանը շատ է բարձրանալու, Հայաստանը դառնալու է մի տեղ, որտեղ երազելու են ապրել շատերը։ Ու հիմա ուզում եմ երկու բառով պատասխանել Տուրբերան Գյոթվերանի լակոտին, որ վերաընկել ազգային ժողովում ու ժամանակ առ ժամանակ իրան իրավունք է պահում ինչ-որ հանդես գալու, չգիտեմ, ինչ-որ ռեպլիկներ գցելու, լսի այդ տականք, պարզա
պտուղը ծառից հեռու չի ընկնում, դու անենց մեկի որդին ես, որ դժվար թե իրանից ինչ-որ բանով տարբերվեիր կամ լավը լինեիր, կամ ավելի վատը լինեիր, դու հենց իսկական քո հոր կեսն ու կտորն ես, պադոշ երեսով, դդում գլխով, անուղեղ, ու լսի քեզ ինչ եմ ասում, Գոմիկ Լևոն Քոչարյան, քեզ ա վերաբերվում, ասածս, այդ որ ասում ես Նիկոլ Փաշինյանը Գադաֆի հետ ես համեմատում, տարավ այդքան մարդու գլուխ գերավ, դու տարա տենց բան արեցիր, դեռ կենթանի ես, այ ամբարոյականի ծնունդ, եթե կարդալ իմանայր, կկարդայր ու կիմանայր, որ Նիկոլ Փաշինյանը չտարավ, մեր ժամկետայինները ծառայում էին Արցախում, այտականք, իսկ ով որոշեց, որ Հայաստանը պիտի դառնա հովանավոր, ում որոշմամբ մեր տղաները սկսեցին առաջին Արցախյանից հետո, զինադադարից հետո, սկսեցին ծառայել Արցախում, ինչ գործ ունեին Հայաստանում ծնված մեծացած տղաները Արցախում, Ադրբեջանի հողում, ժամկետային ծառայություն անցկացնեին ընդեղ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ են նրանք հայտնվել ընդեղ, այլ լրբի տղա, հա, նախ կարդալ սովորի, ես քեզ ասել եմ, չէ, առաջի դասարան գնա, այդ չապլախ, կարդա սովորի հայերեն, կարդա ու կիմանաս, որ Նիկոլ Փաշինյանը կապ չուներ նրա հետ, որ այդ տղաները ծառայում էին Արցախում, հասկացար, Նիկոլ Փաշինյանը չի տարել, ժամկետային զինծառայողներ էին, որոնք ծառայում էին ընդեղ, ու են զինվորականներ են հաստափոր, հաստավիզ, որ հորդ հենց օգնությամբ, հովանավորությամբ էին վիզներն ու փորերը հաստացրել, փախան ու շատերը փախան, կանանցից առաջ հասան Հայաստան, իսկ մեր 18, 19, 20 տարեկան Հայաստանում ծնված, մեծացած 18, 19, 20 տարեկան երեխեքը կանգնած էին կրակի տակ, իհարկե իրանց հետ կային նաև շատ պայմանագրայիններ, որոնցից շատերին ես ճանաչում եմ, իմասը զոհվել են, փառք ու պարծանք իրանց, փառք ու պատիվ, իսկ Արցախից փախան եկան Հայաստան, դավաճանեցին ու փախան լցվեցին Հայաստան, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը փոխեց, իրավիճակ փոխեց, փրկեց Հայաստանը, հանեց այդ թակարդից, ճիշտ է ասում մեր վարչապետը, ինքը հանեց Հայաստանը այդ թակարդից, եթե հանած չլիներ, այդ ժամանակ, երբ որ հայաթափում էին Արցախի մնացած մասը 23 տվին, մի այդքան էլ զոհ կունենայինք, բայց դրա մի տոկոսը կամ 2% կլինեին արցախցիներ, մնացածը լինելու էին Հայաստանում ծնված, մեծացած հայ տղաները ու ժամկետային զինծառայողներ, 18, 19, 20 տարեկան, այդ ժամանակ էլ մենք մի այդքան զոհեր կունենայինք, միկին նայել էր շքերթը զինվորական Արցախից, ասում է, այդքան բան լավ է որ ունեք, բայց ինչի եք մենակ թողալ մեզ, 23 թվի մասին է խոսքը, համանգել էր բերանները, որ ձեր տղամարդիկ փախնեն, կանանիքի շորեր հակնեն, փախնեն, ձեր տղաները ծլկեն Ռուսաստանները, Հայաստանից 18, 19, 20 տարեկան երեխեքը գանձողվեն ձեր համար, էդ էր ձեր սրտի ուզածը, չի լինելու էլ տենց բան,
Այ ձեզ, թե Հայաստանում ծնված տղա, աղջիկ, երիտասարդ, որևիցե մեկը ձեր Արցախի համար զոհվի, չի լինելու տենց բան, ուզում եք Արցախ, Ռուսաստանից, հավաքեք ձեր թափթվուկ լակոտ լուկուտին, որ գնում են Ռուսի համար զոհվում են, զենք Հայաստանը կտա, ջոկատներ կազմեք, ատեղից էլ ձեր այդ կանա մարդերին, որ տղա մարդ եք համարում, էլի թող զենք վերցնեն, ջոկատներ կազմեք, գնան ազատագրեն իրանց Արցախը, դե արեք, ճիշտ է ասում վարչապետը, Արցախից թռացներ, դե գնացեք, կռվեք, ոչ մեկը այս ընդդիմադիրներից չի խոսում Արցախի մասին, Արցախ հետ բերելու, ազատագրելու, բոլորը լռում են, բայց դուրս է գալիս, որ Նիկոլ Փաշինյանն է, տվողը, հողերը տվողը, Ալիևի ընկերը, բարեկամը, չգիտեմ ինչը, բա դուք ով եք, բա դուք ինչ եք, բա դուք ում կողմից եք, հա, Արցախը դատարկեցիք դուք, այ այդ հիմք բոլորդ, ովքեր որ հիմա վեր եք ընկած ազգային ժողովում, դուք դատարկեցիք Արցախը, ձեր մեղքով եղավ այդ ամեն ինչը, բայց այդ ամբողջ ծանրությունը տանում է քաղաքացիական պայմանագիրը, տանում է Նիկոլ Փաշինյանը իր ուսերին, ու հələ դեռ խոսալու տեղ ունեք, ինչի մասին ես խոսում Գոմիկ Լևոնիկ, Արցախը միշտ եղել է ադրբեջանական, եղել է Ադրբեջանի կազմում, եղել է Ադրբեջանի հող, ամբողջ աշխարհի համար, դրա համար էլ ոչ ոք մեր կողքը չէր կանգնում, Արցախի ղեկավարության համաձայնությամբ ռուսները կամ բնագրվեցին տակ որպես խաղաղապահներ, ուրիշ ազգից չուզեցին, ասին լեզուն չգիտենք, պաշտպանեցին, թեսին ու վրա այսենց դրած ձեզ մորթած հավի նման մատուցեցին Ալիևին, ձեր սիրած, պաշտած ռուսները, ու այ Գոմիկ, ժառանգաբար Գոմիկ, լավ լսի, Գոմիկ Լևոնիկ, ես անգամ չհամարձակվես ասել Նիկոլ Փաշինյանը պիտի արժանանար Գադաֆի ճակատագրին, որովհետև տարավ գլուխները կերավ, այդ տղաների արյունը, այդ տղաների մեղքը քո ծուրբերան, գյոթվերան, հոր, վզինա, ծառ փաթաթված ու Սերժ Սարգսյանի, այդ երկուսի վզինա, այդ զոհերի արյունը, որովհետև բերեցին, հասցրեցին այդ տեղը, որ արդեն փուչիկը պայթում էր ու տվեցին այս կառավարության ձեռը, որ իր ձեռքերում պայթի, ու ձեզ թվում է, թե ոչ մեկ չհասկացավ, թե ինչ արեցիք, դա ելա ռուսական ոնց որ ասած պրիոմ քաղաքականության մեջ, այ հիմա կտեսնեք Գոմիկ Շանթուլա, լսի, ուշադիր լսի, այ հիմա կտեսնեք նույն բանը, ինչ որ արեց քո չատլախ պապան, են նարկաման չատլախի հետ անելու է Պուտինը, այս ամբողջը գցելու է մեկի գրպանը ու ինքը դուրս գա արանքից, անմեղ ոչ մի բանից տեղյակ չի,
մի անգամ մի հարց տուր ընդամենը քո հորը, որտեղ ես եղել, ինչով ես զբաղված եղել, որ հոկտեմբերի 27-ից տեղյակ չես, մարտի 1-ից տեղյակ չես, այն դաշնակի սպանությունից տեղյակ չես, բա ուր ես եղել, ինչով ես զբաղված եղել, ասեմ քեզ ինչով ես զբաղված եղել, իր ենթակայության տակ գտնված երիտասարդ տղամարդկանց շալվարները իջացնելով, բարձրացնելով եւ համապատասխան մի գործողություն կատարելով նրանց համապատասխան մարմնի անդամի հետ։ Այդ ինչով ես զբաղված եղել քո պապան։ Ու մյուս անգամ խոսալուց կմտածես արտահայտությունները տանելուց մեկ չատնախորոթ հետ կխորթացես ու կմտածես հասկացար իսկ այդ Աննա Աբրահամյան կոչված սարսափելի անձնավորությանը տգեղ ու տգետ ուզում եմ ասել որ եթե մտածում ես որ Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը չեն հասկացել, թե դուք հիմա իրանց որպես ինչ եք ուզում օգտագործել, չարաչար սխալվում ես, լավ էլ հասկացել են։ Հիմա պարզապես իրանք լինելով օտար երկրից ուղարկված, օտար երկրից ուղղորդված ոչ մի վստահություն չեն վայելում, ոչ ժողովրդի մոտ, ոչ իշխող կառավարության մոտ։ Այդ ինչի մեջ են հայտնվել նրանք։ Նարեկ Կարապետյանը փորձում է ուղղակի վստահություն ձեռք բերել ու գնալ առաջ։ Հենց որ աշխարի որ անկյունից էլ որ այ սարսափելի կերպարանք հետույքդ պատրես ոչինչ չի փոխվելու։ Հասկացար։ Եթե ուղղակի ինչ որ մեկի փողերն ես քերում, քերի, բան չունեմ ասելու, բայց հիշի, կոկոլը, որ ամեն անգամ կրկնում ես, կոկոլին հանենք, կոկոլին դնենք, դու մարնանդամն ես, որ կոկոլ հանես կամ կոկոլ դնես, այ պորնիկ, այ լատ, օգտագործված դենքցած լաթի կտոր, դու ով ես, որ կոկոլ հանես կամ կոկոլ դնես, բայց ստեղ կա ժողովուրդ, ստեղ որոշում է ժողովուրդը, ի տարբերություն այն երկրի, որտեղ որի կողմից դու, որին հաշվետու ես դու, որի կողմից դու ստացել ես FSB-ի վկայական ու հաշվետու ես նրանց առաջ, ի տարբերություն այդ երկրի Հայաստանում որոշում է ժողովուրդը։ Ու եթե քեզ թվում է, որ ինչ-որ մի 500 չատլախ կեսը Հայաստանաբնակ գթալ լիզող, աման լպստող, անինքնասեր քրչեր քո նման և Ռուսաստանաբնակ, որ եկան այդ կեղտը բերեցին, լցրեցին խորհրդարան ու փախան, որի համար շատ շուտով իրանց արժանի պատիժը կստանան, ես այն ժամանակ էլ իրանց ասցի, ինչի վրա են օգտագործելու այդ վերցրած գումարները ու իմ ասածը գնալով դառնում է ճշմարտություն։ Հասկացար։ Ամենց որ
Եթե այդ խոսույթը մենակ փող քերելու համար է, ուրեմն լավ կլինի, որ հիմիկվանից կյանքիդ վերջ տաս, որովհետև քո ապրելը դառնում է իզուր։ Հասկացար։ Երկու բառ ուզում եմ ասել այն ուժեղ Հայաստանի այն հերոսի ծալը պակաս Էդգարիկի մասին։ Էդգար Ղազարյան, ես քեզ կբնութագրեմ մի բառով։ Արաբները մի հատ լավ բառ ունեն իրանց հարուստ լեզվացանկում, կաղպե։ Այ դու այդ կաղպեն ես։ Բայց արա բառարանը նայի ինչը նշանակում կաղպե։ Կաղպե, դե հիմա ինձ ուշադիր լսի։ Ինչքան էլ քեզ հերոսացնեն, չգիտեմ ինչ անեն, ես ուզում եմ դու իմանաս մի բան։ Այն ինչ որ դու ցանկացար հայ սակրավորին, հայ զինվորին, ես ու իմ նման շատերը չեն ցանկանա ադրբեջանցի սակրավորին ու զինվորին, որովհետև այդ զինվորը եկել էր մահը հեռացնելու տեղից, ոչ թե մահ էր տեղադրում, այլ հեռացնում էր տեղից։ Հասկացար, այ կաղպե։ Ու ներողություն էլ չխնդրեցիր, ոչ քո այն լկտի արտահայտության համար, որը հենց քո հասցեն էր, և ոչ էլ այդ արտահայտությանդ համար, որ արեցիր հայ զինվորի հասցեին։ Դու ընդամենը կաղպե ես, հիշի, քո անունը, քո ազգանունը կաղպե։ Ժողովուրդ ջան, լավ, սրանց թողենք մի կողմ, ուզում եմ մի երկու բառով անդրադառնալ ներկայիս այս իրավիճակին համաշխարհային մասշտաբով։ Ժողովուրդ, ես ոնց որ ասեցի, սենց է երևում, որ քանի որ այդ լկտի անբարոյական տիկին սարսափելին քարափիգելը Աննա Աբրահամյանը մեր վարչապետին անվանում է կոկոլ, ես էլ իրա երկրի ղեկավարին, ում կողմից, որ ինքը հանդես է գալիս, ում պաշտոնյաների կողմից ես կանվանեմ պուպուլ, չնայած Ռուսաստանի հայերը նրան Պուտին չեն ասում, ասում են Պուտին, այդ իրա հերթին, բայց ես պուպուլ կանվանեմ։ Նա ժամանակաձգում, որ հանձնի, ինչ որ մեկի գրպանը գցի այս ամեն ինչը ու ինքը անհայտանա, հաղթնի։ Հավանաբար ի նկատի ունի Մեդվեդևին։ Այն առումով, որ կարող է միառժամանակ հետո կարողանա հետ վերցնել կամ ինքը կամ իր ժառանգները Մեդվեդևից։ Հասկացաք։ Նույն սխեման է, ինչ որ արեցին այս երկու չապլախները, Գոմիկ Լևոնիկի պապան ու իրա կցորդը նարկոման Սերժը Հայաստանում։ Նույն սխեման իրագործելու է Պուտինը Ռուսաստանում ժամանակաձգում։ Մի փորձ էլ կանի։ Լինելու է մեծ մոբիլիզացիա։ Չեն նայելու էլ ոչ Իվան, ոչ ընտանիքավոր, ոչ
քաղաքացի իրաց տարածքում է, եկել ես ստեղ, քեզ լավ ես զգում, ուրեմն գնում ես կռվելու մեր համար, վերջ, հավաքելու է տանի բոլորին, դարձնի խոզիկեր, վայրի խոզիկեր Ուկրաինայի դաշտերում, ժողովուրդ այս մասին ես մի տարի արդեն զռում եմ, արդեն խոսում եմ, դուրս եկեք, մոբիլիզացիա է լինելու, հիմա բոլորը միաբերան հաստատում են, որ այո լինելու է շատ կոշտ, շատ կոպիտ ու բռնի ձևով, ժողովուրդ ջան, այս մի մասին էլ կտանի կկոտորի ու վստահ եմ, որ էլի ոչինչ չի փոխվելու, դրանից հետո արդեն կգա այն պահը, որ ինքը կարող է մեկին իրան փոխարինող նշանակել ու ինքը կանհայտանա։ Դուրս կգա քաղաքականությունից, կծլկի մի տեղ, մի ապահով տեղ, ու ընդեղից իր մարդկանց միջոցով կաշխատի հետ բերել իշխանությունը, բայց ամենածանր մեղքերը կբարդի Իրանից հետո եկողի վրա, որը իմ կարծիքով լինելու է Մեդվեդևը։ Տեսնենք ժողովուրդ, իմ կարծիքով դա է, եթե իհարկե մինչև դա, որովհետև ուկրաինացի բլոգերը հայտնի Գարդոն, եթե չեմ սխալվում, ասեց, որ ինչ-որ անակնկալ է լինելու, սյուրպրիզ աշնանը Ուկրաինայի կողմից Ռուսաստանին, եթե մինչև այդ հողով չծածկեն սրանց ու բոռնի երկիրը, ուրեմն մնացած գործողությունները ընթանալու է նման ձևով։ Ժողովուրդ ջան, ու մի կարևոր բան էլ պիտի ասեմ, դա ռուս-ուկրաինական թեմային էր վերաբերվում, շատ հետաքրքիր է Իսրայելի ու Թուրքիայի այս պահվածքը։ Գիտեք, ինձ հուշում են, որ դե արդեն գիտեք որտեղից են հուշում, ես որտեղից եմ ստանում այդ տեղեկությունները, ինձ հուշում են, որ ինչ-որ մի ծրագիր կա, պատժելու Թուրքիային։ Իհարկե մի անգամ փորձարվեց, տիկին սարսափելին հրճվանքով խոսեց այդ մասին, Ամերիկան ու Իսրայելը ուզում է, Թուրքի թշնամի է ձևանում, ուզում էին քրդերին հանել ոտը, բայց չստացվեց, բա դու ինչի ես ուրախ, որ չստացվեց, այ Թուրքին ատող, բա ինչի էր տենց հրճվել։ Ժողովուրդ ջան, Թուրքիան իրան լավ չպահեց, այդ Սիրիայի, Լիբանանի այդ հարցերում Ամերիկայի ու Իսրայելի սրտով չէր այդ ամեն ինչը։ Ու հետո մի բան էլ կա, որ ոչ Իսրայելի սրտով է, ոչ Ամերիկայի սրտով է, որ փաստորեն թուրքական բանակը ոչ Էրդողանն է ստեղծել, ոչ էլ, չգիտեմ, թուրքական որևէ կառավարություն, դա ստեղծվել է, հզորացվել է ՆԱՏՕ-ի փողերով, ՆԱՏՕ-ի միջոցով։ Բայց այսօրվա օրը ոնց որ իսրայելական բանակը Ամերիկայի միջոցներով ավելի ճիշտ, բայց այսօրվան օրը Թուրքիան շատ ինքնագլուխ է գործում, Թուրքիան չի ենթարկվում ՆԱՏՕ-ի կարգ կանոնին, և հետո
ոչ ոք չի մոռացել նրա այդ սիլիբիլիները Ռուսաստանի հետ, ոչ ոք չի մոռացել, ու հիմա իրա այդ պահվածքը մերձավոր արևելքում դուրս չի եկել, այս պետություններին դուրս չի գալիս, Թուրքիային պատժելու են, ու ասեմ իր ձևով, Թուրքիայի տարածքում վերջը հասնելու են դրան, ճիշտ է, այս անգամ քրդական ոնց որ աշխարհը պատրաստ չէր դրան, ոնց որ ժողովրդի լեզվով ասած վրա չգնաց, բայց դա լինելու է, Թուրքիայի տարածքում ստեղծելու են քրդական պետություն, հիմա դեռ որ տարածքները դրա մեջ կմտնեն, չգիտեմ, բայց վերջը դա անելու են, այնքան են իրանք, հիմա ոնց են Ռուսաստանին թուլացնում, որ Ուկրաինան հաղթի, չէ, նույն ձևով վարվելու են Թուրքիայի հետ, որ քրդերը ընդեղ պետականություն հող ունենան ու տարածք, Ամերիկան ձեռք է մեկնում փաստորեն քրդական աշխարհի, քրդերին, բայց ստեղ կա ինչ-որ հակասություն Թուրքիայի հետ, դրա համար վերջը քրդերի հարցը պիտի լուծվի, ժողովուրդ ջան, ու իմ կարծիքով սենց տրամադրել է, ինքը հենց Թուրքիան, Ամերիկային, ու մյուս երկրներին իրա նկատմամբ իրա սխալ քաղաքականության պատճառով, սխալ քաղաքականության, են որ ասում են, սենց խոսք կա, չէ ասում են, ոտդ յորղանիդ գյորա մեկնի, այ դրա համար, այս ընդդիմադիր չէ, իհարկե, իբր, ավելի դրական իմաստով, ժողովրդավար, բան, ուժեր, Եվրոպա մեկ, անդադ շտապեցնում են, անդադ ոտները դրած սեղմում են մեր կառավարության ու պարոն Փաշինյանի ոնց որ չեմ ուզում կոպիտ արտահայտություն անեմ, դու իրանցն են առաջ տանում, ժողովուրդ ջան, մեր վարչապետը շատ լավ գիտի, ինչա անում, հարկավոր է լինել զգուշ, շատ ներողություն, 1000 անգամ ներողություն, Ռուսաստանին է վերաբերվում, 1000 անգամ ներողություն այս արտահայտությանս համար, բայց շատ դիպուկ է, այս դեպքում, այս պարագայում, ասում է, քաքից շատ կերած, թե քիչ կերած, ինչ տարբերություն, հիմա Ռուսաստանը արդեն այնքան հանցանքներ է գործել, որ մի հատ էլ ավել կգործի, ինչ է եղել, որ Ատենց հանգիստ, տենց արդեն մենք սահման չունենք, մեր վրա չգա, այդ սահման չունենք, Վրաստանով կգա, ինչ է եղել, որ, ժողովուրդ, ամեն դեպքում մենք պիտի զգուշանանք, լսում էի Ստյոպա Սաֆարյանին, Ստյոպա Սաֆարյանը շատ լավ, շատ գեղեցիկ, փաստերով, օրերով, ժամով, պատմեց, ասեց, մեկնաբանեց, երբ է սրանց մոտ առաջացել դեռ որ թվին 2000 թվականներին, բայց շատ վաղուց, այ այս իմպերիալիստական քաղաքականությունը, որով նրանք հարավային Կովկասը համարում են իրենցը, նրանց նպատակների մեջ ենք, մենք, Ադրբեջանը, Թուրքիան, տեսնում եք, որ
այս օրվա դրությամբ սպառնում են նաև Ադրբեջանին, Վրաստանում հասել են որոշ հաջողությունների, դրա համար հիմա ուզում են գոնե մեզ Ադրբեջանն էլ բերեն Վրաստանի մակարդակի, այսինքն իրանց ենթարկվելու առումով բերել այդ մակարդակի, նոր հետո անցնել հաջորդ թիվ, բայց մենք էլ Ադրբեջանն էլ դիմադրում ենք, բայց ամեն դեպքում այդ դիմադրությունն էլ պետք է լինի խելացի, չափված, ձևված ու զգուշ, ժողովուրդ ջան։ Ու ամենավերջում ուզում եմ անդրադառնալ այս անկլավների հարցին, բոլորը հանգիստ նստած տեղներ ապրեն, ոչ մեկ ոչ մեկի ոչ մի բան չի տալիս, դա պիտի որոշվի բանակցություններով, վերցվի, դրվի, ոնց անեն, որ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չտուժեն, որտև չի լինի, որ մի երկիր ստանա առավելություն, մյուսը անդադ տուժվի, չկա տենց բան, պիտի պայմանավորվեն նենց, որ և մեր համար լավ լինի, և Ադրբեջանի համար լավ լինի, հիմա տեսնենք ոնց կլուծվի այդ հարցը, իսկ բոլոր նրանց, ովքեր գոռում են արդեն, տաղուշը տվեց, ճամփեն փակվեց, հարսանիքի թափորը մնաց, ասեմ իմանաք, մենք ունենք պետություն, մենք ունենք պետության ղեկավար, ամեն մեկը ձեր տեղը մի որոշեք ու ապատեղեկատվություն մի տարածեք, ժողովուրդ հավատացեք միայն պաշտոնական աղբյուրներին, թե ինչ են ասում նրանք, մնացածը ֆեյք է, մնացածը սուտ է, մնացածը պառակտում մսնելու համար է, և հիշեք մի բան, ով շատ է խոսում Ադրբեջանից, Թուրքից, իբր թե կառավարությունը նրանց հետ է, Հայաստանի դեմ է, Հայաստանի շահերը, այ հենց այդ շատ ասողները հենց իրանք են, Թուրքիայի, Ադրբեջանի գործակալներն ու կողմնակիցները, հավատացեք ժողովուրդ, որովհետև լինում է պահեր, որ իրանք իրանց մատնում են, առանց հասկանալու, որ իրանք իրանց մատնեցին, հասկացաք ժողովուրդ, ովքեր այդ մասին շատ են խոսում, հենց նրանք են Ադրբեջանի, Թուրքիայի պլանները Հայաստանում իրագործողները և ինչի համար են այդ նարատիվները տարածում, ինչի համար են րոպեն մեկ մեջտեղ բերում, Ալիևը սենց ասեց, Ալիևը իր ներքին լսարանի համար շատ բան կասի, ինչի եք հոլոլա բոլոլա անում ու բերում տարածում այս ժողովրդի մեջ, կամ ընդեղ Թուրքիայում սենց ասեցին, իսկ որ մի ուրիշ տեղ մի ավելի լավ բան են ասում, նույնիսկ տիկին սարսափելին բողոքեց Իսրայելի դեմ, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը դրել է քննարկման, ուզում է ճանաչի, վատացել էր տիկինը, և իրան ցույց է տալիս Թուրքիայի թշնամի, Հայաստանի բարեկամ, Հայաստանի հայ ժողովրդի լավ ուզող, փրկիչ, այ անառակ, այ տգետ ու տգեղ սարսափելի, սարսափազդու արարած, եթե դու պետք է լինես Հայաստանի փրկիչը, թող ավելի լավ է մենք կործանվենք, մենք քո նման փրկիչ չենք ուզում, փրկի քեզ, այ ողորմելի, քեզ փրկի, որ չգիտեմ որտեղ անտեր ես մնացել, քեզ հավաքագրել է FSB-ն ու օգտագործում է, ոնց որ օգտագործում են այն, տեսել ես չէ, որ մի բան են փնտրում կամ ինչ-որ ռազմական ծառայության մեջ բան,
ոնց որ օգտագործում են ավչարկաշներին։ Հասկացար, դու ով ես։ Ու Նարեկ Կարապետյան, էլ չասես ուժեղ տղա ես։ Այ, հենց հիմա այդ տկին սարսափելին սպասում է։ Հաջորդ շաբաթ, երբ որ կառավարությունը ծրագիրը կներկայացնի, հանգարց դուք հաստատեք, կողմ քվեարկեք, այ այդ ժամանակ կլսես քո մասին։ Նարեկ Կարապետյան, Գոմիկ Լևոնի քո թիմով, քո պապայի թիմով կլսեք ձեր մասին, ռուսերեն, անգլերեն, հունարեն, հայ հոյանքներ, տանձով աղջկա կողմից, ու էլ չասեք, ուժեղ ենք, էս ենք անելու, են ենք անելու, հասկացաք։ Լավ, ժողովուրդ ջան, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ, այդ օրերին, երբ որ պարզ կդառնա, ընդունվում բա, իհարկե կընդունվի, ճալներն ինչ, կառավարության ծրագիրը, ժողովուրդ ջան, ու գիտեք ինչ, հիմա նայեք, ինչքան սինխրոն բան կա էլի Ադրբեջանի ու Ռուսաստանի գործողությունների մեջ, են էլ է պահանջում հանրահավաք, հանրաքվե, են էլ է պահանջում, էնի սահմանադրության փոփոխության առումով Եվրոպա գնում եք, թե չեք գնում, դա ձեր ինչ գործն է, դուք ում շուննեք, երբ որ մեզ պետք լինի, մենք են էլ կանենք, են էլ կանենք, են էլ կորոշենք, եղավ ժողովուրդ ջան, անենց որ թող ինչքան ուզում են պահանջեն, մեր վարչապետը փառք Աստծու, երկվորյակ է, ես էլ եմ երկվորյակ ու ես շատ լավ հասկանում եմ իրան, ասում հա, բայց անում անենց, ոնց որ ինքն է ճիշտ գտնում։ Եղավ ժողովուրդ ջան։ Ես էս էլ ասում ու վերջացնում։ Իմ աշխատանքային ղեկավարներից մեկը շատ լավ հասկացել էր։ Ասում էր կայնեին, չեք լսի, որ ասի չէ։ Չի ասում։ Ասում հա, բայց անում անեց, ոնց որ ինքն է ուզում, ինքն է ճիշտ գտնում։ Էդի երկվորյակների ընդհանուր բնավորությունն է, ժողովուրդ ջան, այդ համաստեղության տակ ծնվածների։ Դրա համար ես լավ եմ հասկանում մեր վարչապետին։ Հա, տեղն եք աստեղը, որ շատ են չափերն անցնում, հակադարձում ես, բայց ընդհանրապես ես էլ երիտասարդ ժամանակ այդ տարիները որդեգերել էի այդ, դուք ասեմ, հա, բայց իմ ձևով կանեմ։ Պարզ է ժողովուրդ ջան։ Երբ որ համահանում էի, հակադարձում էի, բայց ինձ ինչս էր պետք գնալ ավելնորդ կոնֆլիկտների։ Այսքանը ժողովուրդ ջան, կհանդիպենք։ Հավատացեք, որ ոչ մի բան մի հավատացեք, այդ սուտ խոսակցություններին, զրզռոցներին, մենք վտանգված են, թուրքը գալիս է, ադրբեջանցի գալիս է, այսա գալիս, այնա գալիս, ոչ մեկ էլ ոչ միտեղ չգալիս, նրանք թող հələ իրանց դարդալացեն, Հայաստանը շատ ավելի լավ դիրքերում է, քան թե այն երկրները, որոնցով մեզ վախացնում են, ու ժողովուրդ ջան, վստահ եղեք ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու, խաղաղություն, ամենակարևորը հայոց աշխարհին, խաղաղությունը ամենաթանկն է, մի մոռացեք, ես լսեցի, տեսա, այն ուկրաինացի կնոջ ողբը, որ երեխեքին էին սպանել, 8 երեխա էր զոհվել, նայել ուղղակի հնարավոր չէ ժողովուրդ ջան, 8 երեխա, անմեղ երեխա, ու մտքիցս դուրս չի գալիս այդ կնոջ լացը, Աստված հեռու պահի այդ դրանից, թե չէ մի սանտիմետր ես կողմ, մի սանտիմետր են կողմ, ժողովուրդ ջան, մի ոտատեղ թող լինի, բայց թող ռումբեր չպայթեն,
հավատացեք, մի հավատացեք այդ ապրծպր խոսացողներին, առաջինը իրանք են փախնելու, առաջինը իրանք են իրանց երեխեքին պահելու, ձեր երեխեքի վրա են դնում ստավկաները, այդ շների լեզվով ասում, իհարկե չեմ ուզում, որ բոլոր ռուսները մտածեն իրանց շուն եմ ասում, շունը, մարդը, բոլոր ազգերի մեջ ժողովուրդ ջան, տեծասկ չկա, որ բոլորը շունն են, կամ տեծասկ չկա, որ բոլորը լավ մարդիկ լինեն, բայց ուղղակի չգիտեմ, թե սրանց այդ գենետիկան է, թե այդ սերը, այդ խմիչքի նկատմամբ, թե ինչն էր պատճառը, որ երկիր չկարողացան կառուցեին, 10 անգամ ֆորմատ փոխեցին, բան դուրս չեկավ, տո կապիտալիզմ, տո ցարական, տո կոմունիզմ, տո չգիտես ինչ, բոլորը պրավալ, ես չգիտեմ, տենց բան երևի աշխարհում մենակ սրանց հետ պատահեց, սրանց հետ, բայց ես գիտեմ, որ ռուսների մեջ էլ կան, կարգին մարդիկ, շատ լավ մարդիկ, ու իդեպ, հենց այդ մարդիկ էլ դուրս են գալիս այսօր, վաղը երեք Ռուսաստանից, իսկ ովքեր որ մնում են ու ասում են, մենք ռուսներս, մենք միշտ հաղթել ենք, էլի կհաղթենք, նրանք արդեն բանի պիտու չեն, այ դրանց պիտի հողով ծածկեն, որովհետև դրանք էլ չեն, մարդ չեն դառնա, ոչ էլ կդաստիարակվեն, ոչ էլ կարծիք կփոխեն, դրանք արդեն այնքան են դրանց գլուխը, այսինքն ուղեղը մաքրել ու տեղը այդ իրանց պրոպագանդան լցրել, որ արդեն չգիտեմ էլի ժողովուրդ ջան, ընդդակ էլ գլուխ չի մնացել։ Մի խոսքով մենակ մի բան կարամ ասեմ, որը բարին է թողա մեր համար, մեր ազգի համար, մեր երկրի համար բարի է, թողնել Աստված կատարի։ Ուրեմն Աստված առաջ, ժողովուրդ ջան, լավ է լինելու։ Այսքանը կհանդիպենք, բարին ընձեզ։